Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Իրանի պատերազմի հետևանքով Եվրոպայում հազարավոր մարդիկ փոխում են ամառային հանգստի ծրագրերը։ Մեծ Բրիտանիայում բնակվող ավստրալացի Գրեգ Էբոթը հայտարարել է, հրաժարվում է հեռավոր ուղղություններից եւ նախընտրում է մնալ Եվրոպայի ներսում։ Նա ծրագրում է ճանապարհորդել Ավստրիայում, Բարսելոնայում եւ Ֆրանսիայում, սակայն փորձում է ունենալ նաեւ պահեստային տարբերակներ։ Էբոթի խոսքով ավիատոմսերի գները դարձել են խելահեղ։ Նավթի թանկացումը, ավիավառելիքի պակասը եւ մերձավոր արևելքի պատերազմը լուրջ խնդիրներ են ստեղծել ավիաընկերությունների համար։ Զբոսաշրջիկները ավելի հաճախ նախընտրում են գնացքները եւ ավտոմեքենայով ուղևորությունները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առանձին բանակցություններ է վարել Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերի հետ, քննարկելով Իրանի պատերազմն ու Հորմուզի նեղուցի իրավիճակը։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, քննարկումների հիմնական թեման եղել է նավարկության ազատության վերականգնումը։ Իրանը գրեթե ամբողջությամբ փակել է օտար նավերի անցումը, թույլատրելով միայն իր նավատորմի տեղաշարժը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զուգահեռ շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ։ Թրամփը հայտարարել է, Իրանի հետ հրադադարը գտնվում է կյանքի աջակցության վիճակում։ Թեհրանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը եւ ներկայացրել պահանջների ցանկ, որը Թրամփը հրապարակայնորեն անվանել է աղբ։ Իրանը պահանջում է դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, ճանաչել իր վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, փոխհատուցել պատերազմի վնասները եւ վերացնել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը։ Թրամփը նշել է, նույնիսկ չի ավարտել իրանական առաջարկի ընթերցումը։ ԱՄՆ-ն փորձել էր նախ դադարեցնել ռազմական գործողությունները եւ միայն հետո քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։ Նիդերլանդների հիվանդանոցը մեկուսացրել է 12 աշխատակցի, հանտավիրուսի հետ կապված անվտանգության կանոնների խախտումից հետո։ Հիվանդանոցը հայտարարել է, վարակման վտանգը շատ ցածր է, սակայն աշխատակիցները 6 շաբաթ կմնան կարանտինի մեջ։ Հիվանդանոցի ղեկավարությունը հայտարարել է, միջադեպը մանրամասն կքննվի, նման խախտումները բացառելու համար։ Թրամփը այս շաբաթ կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին եւ գլխավոր թեմաներից մեկը լինելու է Թայվանը։ Չինաստանը շարունակում է Թայվանը համարել իր տարածքի մաս, սակայն Թայբեյը մերժում է այդ պահանջները։ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները տասնամյակներ շարունակ ուղեկցվել են ռազմական ճգնաժամերով եւ սպառնալիքներով Թայվանի պատճառով։ 2022 թվականին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի այցից հետո Չինաստանը լայնամասշտաբ զորավարժություններ էր սկսել կղզու շուրջ։ 2024-ին Պեկինը պատժիչ զորավարժություններ իրականացրել Թայվանի նախագահ Լայ Չինգտեի երթմնակալությունից հետո։ 2025-ի վերջին Թրամփի վարչակազմը հաստատել էր Թայվանին $11 միլիարդ սպառազինության վաճառք։ Դրան հաջորդել էին Չինաստանի ամենամեծ ռազմական զորավարժությունները կղզու շուրջ։ Ռուսաստանը գիշերը ավելի քան 200 դրոն է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի ավարտից ժամեր անց։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, Կիևը առաջարկել էր երկարացնել հրադադարը, սակայն Մոսկվան փոխարենը ուժեղացրել է հարձակումները։ Նրա խոսքով թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում մանկապարտեզներ։ Ուկրաինական կողմը հայտնել է առնվազն 6 զոհի եւ մի քանի վիրավորի մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են 216 դրոններից 192-ը վնասազերծվել են։ Նախագահ Զելենսկին հայտարարել է, հենց Ռուսաստանն է որոշել ավարտել մասնակի լռությունը։ Չինաստանը կտրուկսրել է հրետորաբանությունը Պարագվայի նախագահ Սանտիագո Պենայի Թայվան կատարած այցից հետո։ Պեկինը հայտարարել է, նաև իր գործընկերները Թայվանի անջատողականների խամաճիկներն են։ Պարագվայը շարունակում է մնալ այն քիչ երկրներից մեկը, որը պաշտոնապես ճանաչում է Թայվանը։ Նախագահ Պենյան Թայվանի առաջնորդ Լայ Չինգտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, հարաբերությունները հիմնված են ժողովրդավարության եւ ազատության վրա։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցիակունը հայտարարել է, որոշ պարագվայցի քաղաքական գործիչներ անտեսում են ժողովրդի կարծիքը եւ աջակցում անջատողական ուժերին։ Պարագվայի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել հայտարարություններին։
Իրանի խորհրդանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային հայտարարել է. նոր հարձակման դեպքում Թեհրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 90%։ Այդ մակարդակը համարվում է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ շեմ։ Ռեզային նշել է, այդ տարբերակը քննարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. Իրանի հետ հրադադարը կյանքի աջակցությամբ է պահվում։ Ռուսական Ursa Major Berdanavը, որը հավանաբար տեղափոխում էր սուզանավերի համար նախատեսված երկու միջուկային ռեակտոր, խորհրդավոր պայթյուններից հետո խորտակվել է Իսպանիայի ափերի մոտ։ Բեռը ըստ հետաքննության կարող էր նախատեսված լինել Հյուսիսային Կորեայի համար։ Նավը խորտակվել է 2024 թվականի դեկտեմբերի 23-ին, սակայն դեպքի մանրամասները մինչ այժմ գաղտնի են պահվում։ ԱՄՆ միջուկային Sniffer ինքնաթիռները երկու անգամ թռչել են նավթաբեկության տարածքի վրայով, իսկ դեպքից հետո այնտեղ է հայտնվել նաև ռուսական Յանտար լրտեսական նավը։ Իսպանական իշխանությունների տվյալներով նավի կապիտանը խոստովանել է. բեռը սուզանավային միջուկային ռեակտորների բաղադրիչներ էր։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամմադ Ակբարզադեն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը այլևս չի դիտարկվում որպես նեղ ջրային միջանցք։ Նրա խոսքով Իրանը այժմ այն սահմանում է որպես հսկայական օպերացիոն գոտի։ Նոր գոտին ձգվում է Ջազ քաղաքից մինչև Սիրի կղզի։ Իրանական լրատվամիջոցները նշում են, նախկինում նեղուցի լայնությունը գնահատվում էր 20-ից 30 մղոն, սակայն այժմ այն հասնում է 200-ից 300 մղոնի։ Թեհրանը սա ներկայացնում է որպես պատերազմի հետևանքով ձևավորված նոր ռազմավարական իրականություն։